18 թվականից սկսած հենց եղավ այդ հեղափոխությունը եւ իշխանափոխությունը եղավ, հենց Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանի չէ, Սերժ Սարգսյանի ամենամոտ շրջանակը անընդհատ պնդում էր sense մանտրայի նման. Նիկոլը պատրաստվում է Արցախը հանձնել, Նիկոլը պատրաստվում է Արցախը հանձնել, կտեսնեք Նիկոլը Արցախը հանձնելու է։ Եվ նրանք գիտեին ինչի են դա ասում, որովհետև նրանք գիտեին ինչ է պատրաստվում մեր դեմ, որովհետև նրանք գիտեն ինչ բանակցային սեղանի վրա, այսպես կոչված, ինչ փաստաթուղթ է գրած եւ ինչ զիջումներ են պահանջվում Հայաստանից եւ հայ ժողովրդից։ Դրա համար ասում են Նիկոլը պատրաստվում է Արցախը հանձնել։ Դե Փաշինյանն էլ վերջը հասավ մի իրավիճակի, երբ որ գնաց Ստեփանակերտ եւ ասաց, ես դա չեմ պատրաստվում անել Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այնպես որ ստե շատ մի կեղտոտ բան է տեղի ունեցել, դե քաղաքականությունում դա նորմալ է, քաղաքականությունը ընդհանրապես կեղտոտ բան է։ Երբ որ իրենք իրենց ձեռքով ամեն ինչ արեցին, որ Նիկոլ Փաշինյանը գնա եւ այդ հայտարարությունը անի, իսկ հիմա մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, որ ինքը այդ հայտարարությունը արել է եւ դրանով հրահրել է պատերազմ։ Այն դեպքում, երբ որ պատերազմը 5 պակաս էր, հենց արդեն 18-ին, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Դա իրողություն է։